Կոլումբիայի հարավում կործանվել է Հերկուլես C-130 ռազմական ինքնաթիռը։ Տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը։ Նրա խոսքով վթարը տեղի է ունեցել Պուերտո Լեգուիզամոից թռիչքից հետո Պերուի սահմանին զորքեր տեղափոխելիս։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 66 մարդ, կան նաև վիրավորներ եւ անհետ կորածներ։ Ռոյթերսի տվյալներով ինքնաթիռում եղել է 128 մարդ, որոնցից առնվազն 48-ը ողջ են մնացել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Պրիմորսկ նավահանգստին տեղական իշխանությունների տվյալներով վնասվել է վառելիքի պահեստային տարրը, առաջացել է հրդեհ։ Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով հարձակման ընթացքում հոփամակարգերը չեզոքացրել են շուրջ 35 անօդաչու թռչող սարք, իսկ անձնակազմը տարհանվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Պրոմորսկը Բալտիկ ծովում Ռուսաստանի խոշոր նավթային տերմինալներից է եւ հարվածը կարող է անդրադառնալ էներգետիկ շուկաների վրա։ Իսրայելը կրկին ավիահարվածներ է իրականացրել Լիբանանում թիրախավորելով հարավային Հանին քաղաքը։ Մարտի սկզբին իսրայելա-իրանական հակամարտությանը միացել էր նաև Հզբոլահը, ինչից հետո Իսրայելը հայտարարել է շարժման դեմ գործողությունների մեկնարկի մասին եւ ակտիվացրել հարվածները Լիբանանի հարավում։ Հզբոլահի հաղորդակցության եւ համակարգման ղեկավար Վաֆիկ Սաֆան հայտարարել է, որ շարժումը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի եւ պատրաստվում է անակնկալներ մատուցել։ Ըստ նրա խոսքը հարձակվողական անօդաչու սարքերի կիրառման մասին է։ Սաֆան ընդգծել է, որ Հզբոլահը չի դադարեցնի ռազմական գործողությունները մինչև հաղթանակը։ Շարժումը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամում իրականացրել է 63 ռազմական գործողություն, ներառյալ հրթիռային հարձակումներ, ԱԹՍ-ների կիրառություն եւ հրետանային կրակ Իսրայելի ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում եւ հարակից նահանգներում գրանցվել է անսովոր ուժեղ կարկուտ, պայմանավորված տաքոթային հոսանքների եւ սառը ճակատի բախմամբ։ Կարկուտն ուղեկցվել է ուժգին քամով եւ հորդառատ անձրևով, վնասվել են հարյուրավոր տներ, հիմնականում տանիքներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավիրելու հնարավորությունը։ Թրամփի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը հայտնել է, որ այդ հարցը քննարկվում է արդեն մի քանի ամիս, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Նրա խոսքով դեռ շատ աշխատանք կա անելու, բայց նպատակը հասկանալի է՝ ջերմ հարաբերություններ հաստատելն է։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ մարտի 22-ին Սամեբա տաճարում իր երկրորդի հոգեհանգստի եւ հուղարկավորության ընթացքում ստացել են ահաբեկչության մասին 2 կեղծ զանգեր։ Անանուն զանգի հեղինակը հայտնել է, թե զինված է եւ ականապատել է տաճարի տարածքը, սպառնալով պայթյուններով, եթե տարհանում չիրականացվի։ Դեպքի պահին տաճարում գտնվում էին հազարավոր մարդիկ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեվորականներ։ Իրավապահները հայտնաբերել եւ ձերբակալել են անչափահաս կասկածյալի, որը մեղադրվում է կեղծ ահազանգի համար։ Նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է ամրապնդել իր միջուկային ուժերը եւ Հարավային Կորեային դիտարկելու է որպես ամենաթշնամական պետություն։ Պետական լրատվամիջոցի փոխանցմամբ նա ընդգծել է, որ Փհենյանի միջուկային կարգավիճակը անշրջելի է, իսկ միջուկային զսպման զարգացումը կարևոր է ազգային անվտանգության համար։ Կիմ Չեն Ընի խոսքով միջուկային զենքը նպաստել է պատերազմի կանխմանը եւ թույլ է տվել կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա։